Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրեանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ երկրի բարձրագույն ղեկավարության հետ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոտ հողին ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ավերժացնող անմար կրակի մոտ։ Օրվա խորհրդով պայմանավորված բարձրագույն իշխանության ներկայացուցիչները հանդես են եկել նաև ուղերձներով։ Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի։ Մեծ Եղեռնը հայ ժողովրդի միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր, ասել է վարչապետը նշելով, բայց մենք հասկացել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողները մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դարձնի։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մեր ժողովրդի մեծագույն փափագը իրականացված է։ Մենք ունենք պետություն եւ մենք ունենք խաղաղություն։ Պետությունը եւ խաղաղությունն են այն երաշխիքը, որ հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա։ Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս։ Հայաստանի Հանրապետությունն իր այսօրվա տարածքով կարող է 5 միլիոն 10 միլիոն հայերի բնակության վայր լինել։ Սինգապուրի տարածքը Սևանա լճի 2-3-ից էլ պակաս է, բայց այնտեղ 5.5 միլիոն մարդ է ապրում։ Ընդգծել է վարչապետն, ապա հավելել պետությունը հիմնված է կրթության, ինքնահայեցման, խաղաղության ու մարդակենտրոն ձգտումների վրա։ Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում ենք հենց այս տրամաբանությամբ, իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, հասկանալով, որ խաղաղությունն ու անվտանգությունը առաջին հերթին հարևանների հետ կարգավորված հարաբերություններն են, հիմնված միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ քաղաքական անկախությունը ճանաչելու վրա։ Իսկ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ուղերձում կարևորել է պատմական ցավի նկատմամբ պատասխանատվության դրսևորումը անցյալի ողբերգությունները թույլ չտալու համար։ Վերջինս ընդգծել է այդ ցավը պարտավորեցնում է լինել միասնական, ամուր եւ հեռատես, կառուցելով անվտանգ ու կայուն պետություն, որտեղ մարդկային կյանքն ու խաղաղությունը գերակա արժեքներ են։ Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այսօրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու եւ ապրելու մասին է։ Մեր ապագան պետք է ձևավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման եւ զարգացման հիմք։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առաջ եւ վերահաստատում մեր հավատարմությունը գալիք սերունդներին խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապահովելու գործում։ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Արտգործնախարարությունը հիշեցրել է, որ հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձել է այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք է հանդիսացել ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման համար։ Գերատեսչությունն ընդգծել է, չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին 21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական եւ էթնիկ անհանդուրժողականության ատելության եւ այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների։ Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար եւ հետեւողականորեն ներգրաված լինել նման հանցագործությունների նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը եւ վերահսկմանը միտված նախաձեռնություններին, հիշելով անցյալը եւ հարգանքի տուրք մատուցելով հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով։ Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների եւ իրական փոխգործակցության արկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու եւ մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար։
Ցեղասպանության հանցագործությունը չունի եւ չի կարող ունենալ որևէ արդարացում, այս մասին էլ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, նշելով սա մարդկության պատմության ամենածանր հանցագործություններից էր, որն ուղեկցվեց կյանքի իրավունքի զանգվածային խախտումներով, բռնի տեղանություններով եւ խոշտանգումներով։ Այսօրը եւս մեկ հիշեցում է, որ նման հանցագործությունների կանխարգելումը պետությունների եւ միջազգային հանրության կարևորագույն պարտականությունն է, իսկ նման արարքների համար պատժելիությունը կանխարգելման կարևորագույն գործիք։ Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը եւ ծնում նոր հանցագործություններ։ Հայոց ցեղասպանության տարելիցը եւս մեկ հիշեցում է, որ պետք է լինենք առավել համախմբված, պաշտպանելու յուրաքանչյուրի իրավունքներն ու արժանապատվությունը, անկախ ազգային կամ էթնիկ պատկանելությունից, կրոնական համոզմունքներից կամ ցանկացած այլ հանգամանքից։ Ապրիլ 24-յան ուղերձ եղել նաև Տիգրան Ավինյանը։ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ պատմական դարաշրջափուլից հետո այսօր Հայաստան ունի պետություն, որն անհրաժեշտ է ամեն օր պահել եւ ամրապնդել։ Իսկ պետության եւ ժողովրդի անվտանգության ու կայուն զարգացման գլխավոր պայմանը խաղաղությունն է։